Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» հեռուստասերիալը շարունակում է ցնցել իրադարձություններով ու անսպասելի շրջադարձերով, որոնք ոչ միայն ավելացնում են պատմության լարվածությունը, այլև ստիպում են հեռուստադիտողներին ժամ առ ժամ հետևել նոր հրապարակումներին։ Եվ ահա սերիալի նոր տեսանյութը, որը հրապարակվել է մի քանի րոպե առաջ, կարծես ցնցող հաստատում է տալիս երկար ժամանակ օդում կախված հարցին՝ Հենրին ու Անգելինան կրկին միասին են։ Միասին ոչ միայն ֆիզիկապես, այլև մերձեցված էմոցիոնալ ու հոգեբանական մակարդակում։ Այս տեսարանը միայն մի բան կարող է նշանակել՝ կասկածները, որ նրանք կարող են եղբայր ու քույր լինել, վերջնականապես փարատվել են։ Լավը գոնե դու հետս էիր։ Տեսա ով կռիվը սկսեց։ Քիչ էր մնում դրա ոսկորները ջարդի բժիշկներին էլ ասեի գային տանեն այստեղից։ Հենրի, ի՞նչ է եղել։ Ոչ մի բան, նորմալ ամեն ինչ։ Ոնց ոչ մի բան։ Լասա տեսնեմ ինչ է եղել։ Անգելինա, դու ասա ում հետ ակրվել։ Ձեր քրոջ տղաներ եկել։ Հարցակվել են իրար վրա։ Ոնց անում է։ Ստացի մի ժիժետրների վկշվել։ Երեխան մարդ եմ ուղարկում կռիվ անելու։ Անջան, փակեցինք թեման, հա։ Ինչ է ակնհայտ դառնում այս հրապարակված տեսանյութից։ Տեսանյութում երևում է, որ Հենրին սառն ու հեռու չէ։ Նա ոչ միայն թույլ է տալիս Անգելինային իր կողքին լինել, այլև բնականաբար հոգատարություն ու վստահություն է դրսևորում։ Հենրին երբեք այդպես չէր վարվի, եթե որևէ կասկած, նույնիսկ ամենափոքր, մնար, որ Անգելինան կարող է իր հարազատ քույրը լինել։ Սա Հենրիի կերպարի տրամաբանությանը չի համապատասխանում։ Նա սկզբունքային է, պատասխանատու և թեև երկար ժամանակ պայքարում էր սեփական սիրո դեմ, այժմ ակնհայտ է, որ այդ պայքարն ավարտվել է։ Հիշեցնենք, որ սերիալի նախորդ դրվագներից մեկում պարզ դարձավ, որ Հենրիին գաղտնի ԴՆԹ անալիզ է հանձնել։ Նա անգամ հիշում է բժշկի խոսքերը, անթույլատրելի բան են արել։ Այս արտահայտությունը մինչև վերջ չբացահայտվեց, բայց հիմա, երբ Հենրին ու Անգելինան միասին են, արդեն կարելի է ենթադրել ինչ է իմացել Հենրիին այդ արդյունքներից։ Ամենահավանական բացատրությունը ԴՆԹ-ն ցույց է տվել, որ ազգակցական որևէ կապ չկա։ Այդ պատճառով էլ Հենրին խաղաղվել է, խիղճը հանգիստ է դարձել։ Նա այլևս ոչ թե խուսափում է Անգելինայից, այլ վերադառնում է նրան հստակ որոշումով ու հստակ համոզմամբ, որ իրենք սիրով կարող են ապրել առանց որևէ արգելքի, խարանի կամ մեղքի։ Հենրին սիրո պաշտպանությունն ու Անգելինայի տառապանքից փրկությունն այնքան լուրջ էր ընդունել, որ ժամանակին անգամ որոշել էր նրանից հեռու պահել, սուտ պատմելով, թե այլ կին կա ու երեխա։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, եթե որևէ վտանգ լիներ ազգակցական կապի, նա երբեք Անգելինային մոտ չէր թողնի։ Բայց հիմա, երբ նա նույն ինքը մոտենում է Անգելինային, խոսում, պահում է նրա ձեռքերը կամ նայում աչքերին առանց կասկածի, այս ամենը կարող է մի բան նշանակել, որ բոլոր գաղտնիքները բացահայտվել են, և այդ գաղտնիքներից ամենակարևորը, որ Անգելինան Միքայելի ու Աննայի դուստրն է։ Իհարկե, բոլորս էլ հասկանում ենք, որ դա գիտեն, այդպես գիտեն Անգելինային մեծացնող ծնողները։ Անգելինան Միքայելի դուստրը չէ, Անգելինան Սոսի և Աննայի դուստրն է և որևէ ազգակցական կապ չունի Հենրիի հետ։ Այս ամենը նաև թույլ է տալիս ենթադրել, որ սերիալում մեծ սյուժետային շրջադարձ է տեղի ունենալու հետևյալ տարբերակներից մեկով։ Ինչ տարբերակ է լինի, մի բան հստակ է՝ Հենրին վստահ է, իսկ Դիանա Գրիգորյանի հայտարարելը, թե Անգելինան ու Հենրին միասին են լինելու, սկսում է իրականություն դառնալ։ Տեսանյութի հրապարակումից հետո սոցիալական հարթակները բառացիորեն պայթել են մեկնաբանություններից, օգտատերերը գրում են՝ անհնար է, որ չլիներ ինչ-որ արդյունք, Հենրին նման մարդ չէր վարվի առանց համոզված լինելու։ Ի վերջո, Հենրին արեց այն, ինչ իրենից սպասում էինք, հաղթեց սերը։ ԴՆԹ-ն հաստատել է իրար հետ ոչ մի կապ չունեն, հիմա սկսում են նոր սեր։ Եթե իրոք ազգակցական կապ չկար, ուրեմն բոլորը պետք է ներեն նրան, հատկապես Անգելինան։ Այս հրապարակված տեսանյութը վճռական շրջադարձ է Վերջին զանգի գլխավոր սիրային գծում։ Հենրին ու Անգելինան միասին են, առանց խոչընդոտների, դա նշանակում է ազգակցական կապը հերքվել է, սերը հաղթել է խաբեությանը, և առաջիկա դրվագներում մենք ականատես ենք լինելու սիրո վերածննդին, բոլորի դեմ պայքարելու պատրաստ մաքուր զույգի միջև։
Սա դեռ սկիզբն է, վերջին զանգի թեժ մասը նոր է սկսվում, այնպես որ չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների, նոր հեռուստասերիալների եւ իհարկե նոր կերպարների մասին, որի մասին պատմել էինք քիչ առաջ, այնպես որ միացեք մեր ալիքին ու միասին կբացահայտենք շատ հետաքրքիր գաղտնիքներ։ Գրեք նաեւ, թե ինչ եք կարծում, արդյոք Հենրին ԴՆԹ թեստը արել ու պարզվել է, որ նրանք ազգակցական կապ չունեն, թե միևնույն է նրանց սերն այնքան ուժեղ է, որ նույնիսկ առանց բացահայտելու, թե ինչպիսի կապ ունեն միմյանց հետ, իրար կողքի են։ Դե ինչ, կիսվեք ձեր կարծիքներով։